Եթե ընդդիմությունը պահանջներ ունի, թող հայտարարի, որ ուզում է առճակատում եւ պատերազմ ու գնա ընտրությունների, հայտնեց Բագրատյանը։ Այս հաշվով Ֆիդանի հայտարարության մեջ բոլորովին այլ է խոսակցություն եղել եւ սա ես չեմ արդարացնում, այլ բեկնաբանում եմ ուղղակի Ֆիդանի հայտարարությունը, որ ասել է, որ բարենորոգումների եւ տարածաշրջանային կայունության իմաստով Հայաստանի Հանրապետության իշխանության դերակատարումը իրենք բարձր են գնահատում եւ այդ քաղաքականությունը աջակցում են, որը նպաստելու է խաղաղությանը, ոչ թե առճակատմանը եւ պատերազմին։ Հիմա եթե մեր ընդդիմությունը դրան դեմ է, այսինքն իրենք ցանկանում են առճակատում եւ պատերազմ, պետք է հայտարարեն եւ գնան ընտրության։ Պետք է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրենք հայտարարեն, որ մենք ուզում ենք առճակատում եւ պատերազմ, իսկ քաղաքացիական պայմանների կուսակցությունը ցանկանում է տարածաշրջանային խաղաղություն հաստատել, մենք դեմ ենք դրան, մենք ունենք պահանջներ եւ պետք է պատերազմենք դրա համար, հարգելի քաղաքացիներ, որոշեք ձեր քվեով, մեզ պիտի ձայն տաք, թե խաղաղության ձգտող ուժին, պատերազմի ձգտող ուժին եք ձայն տալու, թե խաղաղության ձգտող ուժին, քաղաքացին կորոշի այլևս մոտ ժամանակներս հունիսի 7-ի ընտրությամբ իր քվեով կորոշի քվեարկի, թե որն է նախընտրում, պատերազմ թե խաղաղություն։